Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությունը բավականին կարևոր ներդրում էր խորհրդային միության հաղթանակի գործում։ Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ, որոնցից 3-ը հետաքրքիր պատահականությամբ հենց Արցախից էին։ Դրանցից մեկը Արմենակ Խամփերյանցն էր, ով հետագայում պիտի դառնար ԽՍՀՄ ավիացիայի մարշալ եւ Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ։ Արմենակ Խամփերյանցը Ստալինի սիրելիներից էր եւ նրա վստահելի մարդկանցից մեկը։ Յալթայի համաժողովի ժամանակ արված հայտնի լուսանկարում 3 առաջնորդների՝ Ռուզվելտի, Չերչիլի եւ Ստալինի մասնակցությամբ խորհրդային միության առաջնորդի հենց թիկունքում կանգնած էր Արմենակ Խամփերյանցը։ Ասում են, որ Յալթայում անգլիացի ու ամերիկացի մասնագետները ուղղակի հիացած էին Արմենակ Խամփերյանցի ունեցած գիտելիքներով ու հետագայում այն փաստը, որ Խամփերյանցը, ով համարվում էր Ստալինի սիրելիներից մեկը, դառնում է նաև Ստալինի ամենախորհրդավոր զոհերից մեկը։ Ու այն հանգամանքը, որ Յալթայում անգլիացի ու ամերիկացի զինվորականները պարզապես հիացած էին Խամփերյանցի ունակություններով եւ հմտություններով, Ստալինի մոտ որոշակի խանդ եւ կասկածամտություն էին առաջացրել, ինչը հետագայում հանգեցրեց Խամփերյանցի ձերբակալմանը եւ գնդակահարմանը։ Այսօր էլ նրա կյանքի կենսագրության շատ դրվագներ հանելուկային են եւ դեռևս չբացահայտված։ Արմենակ Խամփերյանցը դեռևս վաղ տարիքից էր սկսել իր գործունեությունը 15 տարեկանից։ 1918 թվականից նա հայտնվում է Բաքվի հեղափոխական թոհուբոհում եւ այն ժամանակ, երբ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ Բաքվում հաստատվում է Բաքվի կոմունան, նա կամավոր անդամագրվում է Կարմիր բանակին եւ կռվում Կարմիր բանակի շարքերում։ Այն փաստը, որ Արմենակ Խամփերյանցը ինչ-որ մի ժամանակահատված փոխում է իր անուն ազգանունը եւ հանդես գալիս որպես Սերգեյ Խուդյակով, շատերի մոտ ամենատարբեր վարկածներ էին առաջ քաշում, թե իր կենսագրության որ հատվածն էր նա փորձում թաքցնել։ Եվ գուցե նաև հենց Բաքվի կոմունայի մասնակցությունն էր պատճառներից մեկը, որ նա սկսեց հանդես գալ Սերգեյ Խուդյակով անունով, քանի որ կոմունայի ջախջախումից հետո նրան սպասվում էր գնդակահարություն եւ գուցե նա փորձում էր այդ կերպ թաքցնել իր մասնակցությունը այդ գործողություններին։ Մեր այսօրվա թողարկումը նվիրված է Արմենակ Խամփերյանցին։ Արմենակ Արտեմի Խամփերյանցը խորհրդային միության հայ մարշալներից մեկն է, ընդ որում այն մարշալն է, որ միակ մարշալը, որ հենց հայրենական մեծ պատերազմի ժամանակ է արժանացել ավիացիայի մարշալ զինվորական կոչմանը։ Մյուս մեր մարշալները պատերազմն ավարտելուց հետո են միայն արժանացել այդպիսի կոչման։ Նրա կենսագրությունը լի է եւ դեռևս չբացահայտված կողմերով եւ տասնամյակներ շարունակ իր ունեցած այդպես հետաքրքիր ցալքերով եւ չի դադարում հետազոտողների ուշադրության կենտրոնում մնալ։ Ընդ որում թե հայ, թե ռուս հետազոտողների, որովհետեւ նա ունեցել է համախորհրդային նշանակություն եւ այդ կարևորությունը նրա կերպարի բնականաբար հանգիստ չի տալիս ժամանակակից հետազոտողներին։ Հայ հետազոտողներից օրինակ մեր անկախության տարիներին խնդրով զբաղվել է Կլիմենտ Հարությունյանը, գիրք էր հրատարակել 2008 թվականին, որտեղ անդրադարձել է օրինակ նրա անվան շուրջ եղած տարբեր տեսակետներին։ Նրանից հետո ռուս տարբեր հետազոտողներ գրքեր են հրատարակել, հեռուստահաղորդումներ նույնիսկ պատրաստել նվիրված ավիացիայի մարշալին, ով փաստորեն մինչև հիմա շարունակում է մնալ որպես մեծ հետաքրքրություն առաջացնող կերպար։ Այստեղ պետք է սկսենք նախ նրա ծննդավայրից եւ անդրադառնանք այս հետաքրքիր հանգամանքին։ Նա ծնունդով Արցախից էր եւ դեռևս ռուսական կայսրության փաստորեն վարչական շրջանների բաժանումով երբ որ նայում ենք, այն ժամանակ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի Շուշինսկի ուեզդ
մեծ թաղեր գյուղի ծնունդ էր եւ շատ հաճախ այսօր ադրբեջանական տեղանվանագիտական գրոհի ազդեցությամբ սխալմամբ թաղլար ձևակերպամբ են գրում, տարածում, ճիշտ կլինի մենք հայկական թաղեր ձևակերպմամբ ասենք եւ այն Արցախի հանրապետության եւ մինչեւ այդ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բաժանումներով փաստորեն Հադրութի շրջանի մեջ էր, այսինքն Արցախի հանրապետության Հադրութի շրջանի, այլ ոչ թե Շուշիի շրջանի մեջ էր ներառված եւ հենց մեծ թաղեր գյուղում նրա ծննդավայրում ստեղծվել էր գողտրիկ մի տուն-թանգարան, որտեղ նաև Բաքում տեղադրված էր նրա զբաղմունքի հիմնական առարկան, այսինքն ռազմական փոքր օդանավի պես արկայությունն ապահովում էր համապատասխան միջավայր։ Ցավոք Արցախի 2020 թվականի պատերազմից հետո գյուղը հայտնվել է ադրբեջանական օկուպացիայի տակ եւ ադրբեջանցիները իրենց վանդալիզմը ցուցադրել են այս գողտրիկ թանգարանի նկատմամբ, ամբողջովին ոչնչացրել են այն, պայթեցրել են եւ սա հերթական օրինակն է վանդալիզմի, որ դրսևորում է ոչ միայն զուտ հայկական հետքի նկատմամբ, այլ առհասարակ իրենց չառնչվող պատմական հիշողության օբյեկտների նկատմամբ, որովհետեւ Արմենակ Խամփերյանցը, որքան մեր հայ ազգի մասնիկն է եւ հայ ռազմարվեստի պատմության մասն է, նույնքան նաեւ խորհրդային ամբողջ կայսրության տրամաբանության մեջ էր մտնում եւ այդ պետության ժառանգություններ հանդիսանում։ Այս առումով իհարկե շատ ցավալի է, որ պատշաճ արձագանք չի եղել միջազգային, հատկապես տվյալ դեպքում իհարկե ցանկալի կլիներ Ռուսաստանի պատկան մարմինների համապատասխան արձագանքը լիներ, որովհետև մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր ծագերում, հատկապես Արևելյան Եվրոպայի այն մասերում, որտեղ խորհրդային զինվորներ են զոհվել գերմանական օկուպացիայից ազատագրելիս, այդ վայրերում, երբ որ խորհրդային հերոսների հուշարձանների պղծման գործողություններ են կատարում, Ռուսաստանի արգոս նախարարությունը բավականին կոշտ է արձագանքում, այս դեպքում ցավոք այդպիսի արձագանք այդպես էլ չեղավ։ Եվ վերադառնալով Արմենակ Խամփերյանցի կերպարին, Խամփերյանցը փաստորեն երկար ժամանակ մինչև իր պաշտոնական կենսագրության մեջ մինչև վերջել Սերգեյ Խուդյակով անունով է հանդես գալիս եւ շատ տարբեր վարկածներ են եղել, որտեղից այս անունը։ Եվ այդ վարկածներից մեկը այն է, որ երբ որ նա 1917 թվականի վերջից արդեն բոլշևիկյան ուժերի մեջ է անդամագրվում, նրանից հետո Բաքվի, հատկապես պաշտպանության ժամանակ Բաքվի կոմունայի 1918 թվականի գարնանվերջ ամառ այդ գործողությունների ընթացքում նրա ընկեր հրամանատարը, ով կրել է իբրև այդ անուն ազգանունը, մարտի ժամանակ ծանր վիրավորվում է եւ հորդորում է նրան, որպեսզի նա շարունակի մարտը հենց նրա անունից ու կարողանա հասնել ճեղքման հաղթական գործողության գոնե իր ստորաբաժանումը փրկի։ Սա ընդ որում խորհրդային տարիներին ամենատարածված տեսակետն է եղել, երբ որ արդարացվել է Խամփերյանցը հետմահու ու հետազոտողների մեծ մասը հիմա էլ շրջանառում են այս տեսակետը։ Սակայն հետագայում շրջանառության մեջ են դրվել եւ այսօր հատկապես ռուսական պատմագիտական միտքը հայրենական մեծ պատերազմով զբաղվող նոր տեսակետները առաջ քաշել, դրանցից մեկը կապված է նրա հետ, որ իբրև ինքը խորհրդային արդեն բարձրագույն իշխանության տարբեր գործիչների մասին, ովքեր Բաքվում են եղել 1918 թվականին, տարբեր տեղեկություններ իբրև գիտեր անգլիացիների հետ նրանց կապերի մասին, հատկապես Ստալինին մերձակա շրջապատի մասին է խոսքը եւ դա տանջում էր շատերին եւ որպեսի չկասկածեին, որ նա նույն մարդն է, ում իբրև ժամանակին գիտեին, որ կարող էր նման ինֆորմացիայի կրողը լինել, դրա համար թաքնվել է հենց ռուս մարդու անուն ազգանվան տակ։ Հիմա
երբ մենք խոսում ենք Արմենակ Համբերյանցի կերպարի մասին, այստեղ բնականաբար հայկական տեսանկյունը ազգային շերտ է փորձում փնտրել եւ բնականաբար տրամաբանական է դառնում նաեւ մեկ այլ վարկած, որ թուրքական օկուպացիայից հետո Բաքվի, երբ որ Օսմանյան բանակը 1918 թվականի սեպտեմբերի 15-ից 18-ը գրավում է քաղաքը, այստեղ գտնվող շատ գործիչներ, ովքեր դեմ են եղել այս օկուպացիային, պետք է փորձեին ինչ-որ ձևով հեռանալ կամ թաքնվել եւ վարկածներից մեկն այն է, որ իբրև նա հենց թուրք-ադրբեջանական գերեվարման չի ենթարկվելու կամ այդտեղից դուրս գնալու համար, երաշխիք ունենալու համար հանդես է եկել ռուս մարդու անուն ազգանվան ներքո եւ կան բազմաթիվ այլ վարկածներ եւս, բայց փաստն այն է, որ փաստորեն այս մարդը երկար ժամանակ թաքնվել է այլ անուն ազգանվան ներքո եւ հենց նրա ձերբակալությունից հետո հարցաքննությունների ընթացքում առաջ է քաշվել այն հարցը, որ նա թաքցրել է իր իսկական ինքնությունը եւ նույնիսկ անձամբ Լավրենտի Բերիայի կողմից մեղադրանքներ են հնչեցվել, որ նա փաստորեն թաքցրել է թե ով է նա եւ իր բարեկամները իբրև թե մեծահարուստներ են եւ այլն, այսինքն եթե խորհրդային տերմինոլոգիայով ասենք, տերմինաբանությամբ ստացվում է, որ նա բուրժուական կարծեք գաղափարներով էր տարված կամ իր բարեկամները եւ դա հայրենիքի նկատմամբ դավաճանության ինչ որ իբրև այսպես մեկնաբանություններից մեկն էր։ Հետաքրքիր է տեսնել նրա աճը, մասնագիտական աճը, նա փաստորեն զինվորագրվում է ըստ պաշտոնական նրա կենսագրության 17 թվականից որպես բոլշևիկյան զինված ուժերի կարմիր գվարդիական եւ այդ ժամանակ նա պետք է լիներ 15-16 տարեկան պատանի, որովհետեւ ծնվել է 1901 թվականի դեկտեմբերին եւ 1917 թվականի փաստորեն աշնանը 16 տարեկան լինելով նա արդեն ունի որոշակի մարտական փորձառություն 18-ին արդեն Բաքվի պաշտպանության ժամանակ շատ ավելի մեծ փորձ է ձեռք բերում իսկ դրանից հետո մենք տեսնում ենք Արմենակ Համբերյանցին արդեն 1918-20 թվականներին ռուսական քաղաքացիական պատերազմի որպես մասնակից այնուհետև կրթական նրա ճանապարհը նախ Թիֆլիսում է սովորում այնուհետև արդեն Մոսկվայում Ժուկովսկու անվան ռազմավիացիոն ակադեմիան է ավարտում եւ դրանից հետո տեսնում ենք նրան արդեն զինվորական տարբեր պաշտոններում նա Ուկրաինայում է պաշտոնավարում, Բելառուսիայում եւ պատերազմի ժամանակ փաստորեն հենց Բելառուսիայի ուղղությամբ նախ կատարում է որոշակի հրամանատարական պաշտոններ, ընդ որում սկզբում նա մասնակցում է դեռևս ուրեմն խորհրդագերմանական պակտի ստորագրումից հետո Լեհաստանի ուղղությամբ խորհրդային առաջխաղացմանը եւ Ուկրաինայի արևմտյան եւ Բելառուսի արևմտյան մասերի խորհրդային միությանը միացման գործողություններին այստեղ աչքի ընկնում իր հրամանատարական բարձր ունակություններով այնուհետև հայրենական մեծ պատերազմում հենց նա դրսևորում է բավական լուրջ հմտություններ եւ պատահական չէ արդեն 1942-43 թվականներին նրա աճը տարբեր պաշտոններով եւ նա հասնում է մինչեւ փաստորեն խորհրդային ուժերի ռազմավիացիոն ուժերի շտաբի պետի պաշտոնի եւ մինչեւ փաստորեն հրամանատարի տեղակալի պաշտոնին ստացվում է որ նա խորհրդային միության ավիացիայի գլխավոր դեմքերից մեկն էր ընդ որում խորհրդային միության ավիացիայի մարշալ կոչումը ստեղծվում է 43 թվականին եւ նա արդեն 44 թվականին արժանանում է զինվորական այդ կոչմանը բարձրագույն սպայական այս կոչմանը եւ կրկնում եմ նա խորհրդային միության հայ մարշալներից առաջինն էր որ պատերազմի ընթացքում եւ միակը փաստորեն պատերազմի ընթացքում որ արժանացել է մարշալի կոչման անգամ Հովհաննես Բաղրամյանը խորհրդային միության կրկնակի հերոս
Բաղրամյանը պատերազմն ավարտել է բանակի գեներալ զինվորական կոչմամբ եւ միայն պատերազմից տարիներ անց է արժանացել մարշալի կոչմանը, բայց նա իհարկե Խորհրդային Միության գլխավոր մարշալ դարձավ, Главный մարշալ Советского Союза, որը արդեն բարձրագույն սպայական կոչում է։ Հայ ժողովրդի տաղանդավոր զավակ մարշալ Արմենակ Խամբերյանցը 1945 թվականի արդեն ընթացքում մասնակցեց, հիշենք 45-ի օգոստոսին, երբ սկսվեց հեռավոր արևելքում Ճապոնիայի դեմ պատերազմը, նշանակվել էր Անդրբայկալյան, Ամուրյան ռազմաճակատի 12-րդ ռազմաօդային նավատորմի հրամանատար։ Նրա անմիջապես այս ռազմական գործողությունների հաջող ավարտից հետո 1945 թվականի դեկտեմբերի 14-ին նա ձերբակալվեց իբրև ժողովրդի թշնամի։ Այս ամենը նրա դեմ այսպես կոչված գործ հարուցելու եւ մեղադրական ձերբակալությունները մեղադրանքի տարբեր հիմքերով կազմակերպեց Բերիան։ Ընդ որում մարշալի մեղքը այն էր, որ նա 1918 թվականին Բաքվում ծառայելու ժամանակ տեղյակ էր Բերիայի անգլիացիների հետ ունեցած կապերից։ Ընդ որում նա այս մասին տվյալները Բաքվի արխիվում էր եւ Բաքվի արխիվներից տեղեկացել էր Բերիան եւ որից հետո նրա նկատմամբ մարշալի նկատմամբ գործ հարուցվեց առանց մարշալին տեղյակ պահելու։ Նա չգիտեր, որ այս գործերը փաստորեն կազմակերպվում է Բերիայի անմիջական հսկողությամբ։ Շուտով նրա նկատմամբ այսպես կոչված գործի պատրաստումը եւ կազմակերպումը քննարկման որոշակի առարկա դարձավ հետաքննության process-ում։ Հետաքննություն տևեց ավելի քան 4.5 ամիս, նա ենթարկվեց անմարդկային տանջանքների, պահանջում է նրանից խոստովանելու մեղքը իբրև անգլիացի գործակալ եւ Մանչժոու մարիոնետային պետության ոսկու պաշարները յուրացնելու մեջ։ Նրա մեղադրանքը դա էր, որի հետ նա ընդհանրապես կապ չուներ։ Այլ կերպ ասած, Բերիան իր գործերը փորձում էր այսպես կոչված կարել մարշալի համար եւ մարշալին մեղադրել իր կատարած մեղքերի մեջ։ Հենց այս Սարկովի գործի արդյունքում մենք տեսնում ենք, որ ամեն ինչ խորհրդային ուրեմն մեքենան, այս դատաքննչական մարմինները անում էին, որպեսզի նրա մեղադրանքը հաստատեին։ Սակայն մինչև վերջը նա մնաց անդրդվելի, չընդունեց իր մեղադրանքը, այնուամենայնիվ եզրակացությունը իբրև անգլիացի ուրեմն գործակալ եւ Մանչժոու մարիոնետային պետության ոսկի պաշարները յուրացնող անձ հաստատեցին դատախազությամբ եւ 1950 թվականի ապրիլի 18-ին կազմակերպվեց նրա գնդագահարությունը Դոնի գերեզմանատանը։ Տաղանդավոր մարշալը 1917 թվականից սկսած իր ամբողջ կյանքը նվիրել էր խորհրդային բանակում ծառայելու, հայրենիքին անմնացորդ ծառայելու գործին։ Ցավալի իրողություն է, որ փաստորեն կազմակերպվեց այս տաղանդավոր զորահրամանատարի մարշալի գնդագահարությունը խորհրդային մեքենան Ստալին-բերիական այսպես խամաճկային, այսինքն մեքենան կարողացավ իր տակ առնել, սպանել տաղանդավոր զորահրամանատարին։ Հետագայում իհարկե Ստալինի մահից հետո վերականգնվեց մեծ զորավարի համբավը, նրա անունով անվանակոչվեցին փողոցներ եւ անկախության տարիներին հենց ռազմական ուսումնարանը, ավիացիոն ռազմական ուսումնարանը
անվանակոչվեց տաղանդավոր զորահրամանատարի անունով։ Սկսելով շարքային կարմիր բանակայինից նա հասավ գեներալ լեյտենանտի, գեներալ գնդապետի, ապա մարշալի աստիճանին 1944 թվականին իր անունը փառքով պսակեց խորհրդային պատմագրության մեջ, հատկապես հայրենական մեծ պատերազմի պատմագրության մեջ, ռազմական պատմագրության։ Նա եղավ նաև օդային ռազմաօդային նավատորմի կոնկրետ նաև ամսագրի խմբագիր իբրև տեսաբան, իբրև պրակտիկ լավագույն գործիչ եւ իր գաղափարները ներարկեց ռազմաօդային ուրեմն գիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող առարկաների մեջ։ 1957 թվականին Արցախի մեծ թաղեր է այցելում Արմենակ Խամփերյանցի ուկրաինուհի կինը Վարվարա Պետրովնան նրանց երկու որդիների հետ, որտեղ եւ նշում են Խամփերյանցի ու Վարվարայի կրտսեր որդու Սերյոժայի 14-ամյակը, ինչից հետո մեծ թաղերում կանգնեցվում է Արմենակ Խամփերյանցի հիշատակը հավերժացնող կիսանդրին եւ բացվում է նաեւ նրա տուն-թանգարանը, որը ցավոք սրտի 2021 թվականին ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ պարզապես վանդալիզմի է ենթարկվում եւ ոչնչացվում։ Իսկ ԽՍՀՄ ավիացիայի մարշալի մասին պատմող մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։